Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, զինակից ընկերներ։ Ընթերցում եմ Հայոց Աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման խորհրդի 2025 թվականի մայիսի 5-ի հայտարարությունը։ Պետական բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնյաների կեցության, անվտանգության եւ արարողակարգային ծախսերը, որոնք պետական բյուջեից հսկայական գումարներ են տանում, թափանցիկ չեն։ Հանրությունը տեղյակ չէ, թե մեր հարկատուների պետական բյուջե ներմուծվող գումարներից որքան ֆինանսական միջոցներ է ծախսվում բարձրաստիճան պաշտոնյաների ճոխ ապրելակերպի, տարբեր երկրներ նրանց պաշտոնական եւ արարողակարգային այցերի եւ ամենաթանկ երկրներում նրանց զբոսաշրջության եւ հանգստանալու համար։ Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի, ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի նախարարի, Երևանի քաղաքապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներից պետական բյուջեի հաշվին կատարվող ծախսերը դարձնել թափանցիկ եւ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Գործող ապազգային ու թրքամետ իշխանությունները անընդհատ խոսում են նախկին իշխանությունների թալանից, նրանց ունեցվածքից, նրանցից իբրև թե պետական բյուջե վերադարձվող մեծ չափերի հասնող գումարներից։ Եթե իրականում այդքան մեծ գումարներ են նախկինում թալանվածից վերադարձվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ապա բյուջեի մուտքերը ապահովելու համար ինչու են այս տարի բարձրացվել գույքը հարկերը, հողի հարկը, պահպանության վարձավճարները եւ հանրային տրանսպորտով երթևեկելու վարձավճարները։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանական վարչախմբի պաշտոնավարման 7 տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը 6 միլիարդ դոլարից հասցվել է 12 միլիարդ 700 միլիոն դոլարի։ Հարկ է նշել, որ այդ գումարների մի զգալի մասը արտաքին պետական պարտքն է, որը Համաշխարհային բանկը եւ արժույթի միջազգային հիմնադրամը տոկոսով է տրամադրել։ Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նիկոլի պաշտոնավարման տարիներին մինիմալ կենսաթոշակի չափը մնացել է նույնը։ Ներկայիս ապազգային իշխանությունները առանց հաշվետվության Հայաստանի պետական բյուջեից հսկայական գումարներ են մսխում իրենց ճոխ կեցության, թանկարժեք պետական ավտոմեքենաներով երթևեկելու եւ արտասահմանյան էկզոտիկ հանգստավայրերում իրենց հանգիստը վայելելու համար։ Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման խորհուրդը խստորեն դատապարտում է գործող իշխանության վարչախմբի նման գործելավոճը։ Մենք պահանջում ենք ներկայիս ապազգային իշխանություններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետու լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեր պետական բյուջեի իրական մուտքերի եւ ծախսերի կազմակերպման արդյունավետության վերաբերյալ։ Գիտակցելով, որ գործող ապազգային թրքամետ իշխանությունը օգտվելով օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից չեն կատարում իրենց պարտավորությունները մեր պետության ու մեր քաղաքացիների հանդեպ, հետեւաբար առաջիկայում մենք վճռական քայլեր ենք ձեռնարկելու գործող վարչախմբին հեռացնելու եւ Հայաստանում նոր ազգային իշխանություններ ձևավորելու համար։ Բնականաբար, մենք անկկալում ենք, որ նոր ձևավորվելիք իշխանությունները իրականացնելու են մեր ժողովրդի նպատակները հետապնդող, մեր ազգային շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Հայրենակիցներ, ասված խոսք է, որևէ հաղթանակ վերջնական չէ, պարտությունն էլ դեռ վերջը չէ, կարևորը չհուսահատվելն ու չհանձնվելն է։ Անհրաժեշտ ենք համարում մեկ անգամ եւս մեջ բերել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերը «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։ Տեղին է հիշել նաեւ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի խոսքերը, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Հարկ ենք համարում նաև հիշեցնել Գարեգին Նժդեի հայտարարությունը, որ բոլոր այն ժամանակներում,
երբ մեր ժողովրդի մեջ գերակշռել են նյութապաշտները, մենք պարտություն ենք կրել, իսկ այն ժամանակահատվածներում, երբ հայ ժողովրդի մեջ գերակշռել են հայրենապաշտները եւ գաղափարապաշտները, մենք հաղթանակներ ենք տարել։ Ցավով ենք արձանագրում, որ վերջին 35 տարիների ընթացքում մեր ժողովրդի մեջ գերակշռել են նյութապաշտները։ Այդ է պատճառը, որ Արցախյան առաջի ազատամարտում մեր փառավոր հաղթանակներից հետո ընդամենը 25 տարի անց 44-օրյա պատերազմում մենք կրեցինք ծանր պարտություն։ Պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր ժողովրդի մոտ լինում են անկման եւ վերելքի ժամանակաշրջաններ։ Նիկոլ Փաշինյանական վարչախմբի պաշտոնավարման տարիները մեր ժողովրդի համար անկման ժամանակահատված էին։ Մենք համոզված ենք, որ շուտով գալու է մեր ժողովրդի վերելքի ժամանակաշրջանը։ Գործող ապազգային վարչախմբին հեռացնելուց հետո նոր ձևավորված Հայաստանի իշխանությունները երկրում հաստատելու են իրական արդարադատություն, օրենքի գերակայություն եւ քաղաքացիների միջև իրավահարաբերություններ։ Ազատ են արձակվելու քաղաքական դրդապատճառներով եւ շինծու մեղադրանքներով ապօրինաբար կալանավորված մեր բոլոր հայրենակիցները։ Մենք բարելավելու ենք հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ, հզորացնելու ենք մեր բանակը եւ ազատագրելու Արցախն ու Հայաստանից բռնազավթված մյուս տարածքները։ Մայիսի 5-ը 2025 թվական, քաղաք Երևան, Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման խորհուրդ։ Շնորհակալություն ուշադրության համար։